Սիրելի հայրենակիցներ, ես պարզ մարդկային լեզվով հիմա կասեմ, թե իրականում է սիրում, բառերի համայնքի զարգացում, համաչափ, ինչ է թաքնված, բայց ազգային ժողովի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ այս ամբիոնից տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը խաբեց բոլորին, մեծամասնությունից սկսած ընդդիմությունով հայ ժողովրդով, հայտարարեց պարոն Խուդատյանը, որ համայնքներում հանրային լսումներ են եղել, վաղարշաբաթի պաշտոնական էջ, հանրային լսումներ, հայտարարություններն են, հասել է մինչև 24 թվական խոշորացման մասին որևէ հայտարարություն չկա։ Այս կառավարության համար սովորական է սուտ խոսելը, չեմ հասկանում։ Սիրելի հայրենակիցներ, իրականում ինչա կատարվել։ Վաղարշաբաթում ԿՊ-ական քաղաքապետ էր։ Այնտեղ ինչ որ հարցեր կան, մութ մնաց, թե ինչի հրաժարական տվեց։ Վաղարշաբաթում իրանք ունեն ավականու այնքան անդամ, նախարարն էլ հաստատեց, որ կարան համայնքի ղեկավար ընտրեն։ Բայց քանի որ հասկանում են, որ թեկնածուն չունեն, խոյ համայնքի ղեկավարը հիմա մարզպետ է, ավելի ընդունելի կարող թեկնածու է, ինչ անեն, երկու համայնքը միավորել են, որ նոր ընտրություններով իրանք քաղաքապետը նորից ունենան, ուրիշ որևէ բան սրա տակ չկա, կմպատկերացեք նույն վիճակը կառավարությունում է, այսօր խոսում ենք, գործընկերներն իշխացեցին, էներգետիկայից են խոսում, անցած տարվա հոկտեմբերից էներգետիկայի գծով պարոն Խուդատյանի տեղակալ չկա, մարդ չեն գտում, որ բան անեն, հիմա նույն ձևի կարող է օրինակ առողջապահության նախարարի թեկնածու չունենա, այն ինչ որ հիմա անում է իշխանությունը, կարող է առողջապահությունը միանգամից միացնեն ԿԳՄՍ նախարարությանը ու ԿԳՄՍ նախարարություն դառնան, որտեղ թեկնածու առողջապահության համար չունեն։ Հիմա նույնը վաղարշաբաթի համայնքի թեկնածուն է, դրա համար երկու համայնքները միացնում են։ Սիրելի հայրենակիցներ, այս թե չէ սուբվենցիա, զարգացում, երիտասարդական կենտրոն, դա լոլո է։